Փաստացի 91 թվականով արդեն իսկ Ալմաթայի հռչակագիր կոչվածով ստորագրված ամրագրված էր Արցախը որպես Ադրբեջանի տարածք, որից հետո Վազգենի եւ Լևոնի կողմից պետք է ծրագիրը ըստ ծրագրի հանձնվեին տարածքները ադրբեջանցուն։ Դրա համար մեկը պետք էր, որը ի կատարած էր։ Դա Ռաուֆն էր, 30 միլիոն դոլար փողը տվել էին նրան, որ նա գար տարածքները հանձներ, բայց հասկանալով որ հանձնելու ընթացքում նրան գնդակահարելու են, սատկացնելու են որպես պետական դավաճան, նա այդ process-ը կախ է գցում ոտքը, փախնում է։ Տեղյակ ես, երկու անգամ Վազգենը գնացել էր, ծեծելով բերեց։ Բայց տեսնելով որ այլևս չի կարողանում այս իր ստանձնած պարտականության, պարտավորության տակից դուրս գալ, 27-ի դեպքը Դե Սերժը արդեն 92 թվականից էլ փաստացի համատեղ իրար հետ էին։ Սերժն էլ Քոչարյանն էլ բերվել են Լևոնի կողմից, այսինքն բերել են անօրինական։ Լևոնը ինքը ստորագրելով 91 թվականի Ալմաթայի հռչակագիրը, որ փաստացի Արցախը որպես ադրբեջանական տարածք ամրագրեց, ուստի հստակ հասկանալով, որ փաստացի բերում են ադրբեջանցի քաղաքացու եւ բերելով ադրբեջանցու քաղաքացուն նշանակելով որպես նախագահ վերացնում են պետության նաև կարգավիճակը, հասկանում ես։ Ուստեղ խնդիրը դրանից հետո Նիկոլի բերելու ծրագիրը ինչու ներկայանում, որ ամեն մեկը իր չափանիշներով արդեն իսկ ոնց որ ասած բանակցային կոչված process-ով, եթե 91 թվականով ամրագրված է արդեն որպես ադրբեջանական տարածք, բանակցությունները ինչի շուրջ էին գնում։ Դες պարզ հստակ հարցեր են տալիս։ Ինչի շուրջ է բանակցություն, Մինսկի խումբ, ԵՀԿ եւ այլ, ինչի շուրջ է գնում։ Ամերիկայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահները ինչի համար են։ Ինչ բանակցությունների մասին է, եթե արդեն իսկ 91 թվականով ամրագրված է որպես ադրբեջանական տարածք։ Ուրեմն փաստացի ՀՀ պետբյուջեն ֆինանսավորել է ում։ Փաստացի Ադրբեջանին։ Փաստացի Հայաստան կոչված է, Հայաստանի Հանրապետություն կոչված է, իր համակարգերով հանդերձ հանդիսացել են պետական դավաճաններ, որովհետեւ ֆինանսավորել են Ադրբեջանին, հանդիսացել են Ադրբեջանի դոնորը։ Հիմա փաստացի տես ինչ է ստացվում, որ այդ համակարգ կոչվածները, որ այսօր ներկայանում են հանդիմություն, իշխանություն եւ խաղը տանում են նրան, որ մոլորեցնելու եւ նաեւ այդ թատրոնի շրջանակներում մարդկանց գիտակցության վրա ներազդելով ստեղծում են մի պայման, այսինքն ընտրություն, որի շրջանակներում ուզում են ցանկանում են կարգավիճակ տալ այդ նախկինում ստորագրված ապօրինի անօրինական հանցավոր բանակցություններին եւ կայացրած որոշումներին։ Իրերի բարեկամներ, տեղեկանալով այս ամենին կարելի է խելագարվել, բայց մենք տանում ենք, հանդուրժում ենք եւ ավելին, ինչպես ասաց մեր այսօրվա զրուցակիցը, փորձում ենք ընտրությունների միջոցով այդ ամենը օրինականացնել։ Սա ամենասարսափելին է։ Ես գիտեմ, շնորհակալություն, որ եկար, եթե ինչպես ասում են, կենթանի մնացինք, մի որոշ ժամանակ հետո կհանդիպենք, տեսնենք ինչ արդյունքներ կա։